Հրապարակը գրում է որոշ տեղեկություններով խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ փոխհամաձայնեցումից հետո իշխանությունները գործի են դրել դիվանագիտական ռեսուրսը, մեծ աշխատանք տարել, որ ինչքան հնարավոր է միջազգային հանրության ներկայացուցիչներ ողջունեն Հայաստանի այդ ճակերտավոր հերոսական ու խիզախ քայլը։ Կատարվածն անհրաժեշտ ու կարևոր քայլ է համարել Թեհրանը, պատմական քայլ դեպի տարածաշրջանային հաստատուն խաղաղություն ու կայունություն։ Թբիլիսին անվանել է համարձակ քայլ, Գերմանիան ողջունել է, Ֆրանսիայի նախագահը, Եգիպտոսն անգամ անմասն չեն մնացել։ Փաշինյանը սրանով իրականում փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայ հասարակության վրա եւ մի քիչ էլ Ալիևի, որ առանց ածանցյալ նախապայմանների ստորագրի այդ համաձայնագիրը, բայց եթե հայ հասարակությունն իրոք ընկճվում է այս ողջույններից, Ալիևի համար միջազգային հանրության արձագանքը զրո արժեք ունի, ճիշտ հակառակը նա է անցել հակագրոհի ապատեղեկատվությամբ, թե իբր կրակում են սահմանին, պատասխան է տալիս հանրությանը, որ չի պատրաստվում ճակերտավոր ագրեսորի հետ համաձայնագիր կնքել եւ պնդելու ու ստանալու է իր ուզածը։ Ժողովուրդը գրում է ԿՊ-ն իր ողջ ներուժը գործադրել է մարտի 30-ին կայանալիք երկու համայնքներում Գյումրիում ու Փարաքարում տեղի ունեցող ընտրություններին։ Թերթի աղբյուրը նշում է, որ Փաշինյանի հրահանգով ԿՊ ողջ վերնախավը բոլոր հարցերը, հանդիպումները, անելիքները հետաձգել է մինչև ընտրությունների ավարտը։ Հանապազօրյա ռեժիմով իշխանական ողջ էլիտան օրն անցկացնում է Գյումրիում ու Փարաքարում ընտրազանգվածին իրենց կողմը թեքելու համար։ ԿՊ-ական վերնախավը ամենօրյա ռեժիմով զեկուցում է Փաշինյանին, թե ինչ արդյունք ունեն։ Գյումրիում կան թաղամասեր, որտեղ ԿՊ-ն բավականին լուրջ ցուցանիշներով պարտվելու է, գրում է թերթը։ Հիմա ամեն բան անում են, որ այդ հատվածներում ժողովրդին համոզեն, քվեն տա Սարիկ Մինասյանին։ Գյումրեցիները Մինասյանի թեկնածությանը կարծես թե այդքան էլ դեմ չեն, բայց քանի որ վերջինս ԿՊ-ի թեկնածուն է, շատերը մերժում են։ Հրապարակում էլ կարդում ենք արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանության Լոռու մարզային վարչությունում բռնության ենթարկող ոստիկաններից մեկը Գոր Խարաթյանը համակարգում հայտնի է որպես շրջիկ ջարդարար, որի սադիստական ունակություններն օգտագործում են մարզի բոլոր քաղաքներում, երբ դրա կարիքը զգացվում է։ Արցախցի երիտասարդի դեպքը տեղի է ունեցել Վանաձորում, մինչդեռ նույն ջարդարարը շաբաթներ առաջ էլ սամասուդ է իրականացրել ոստիկանության Ալավերդու բաժանմունքում, որին թերթն անդրադարձել էր։ Խոսքն այն պատմության մասին է, երբ քաղաքացու մեքենան կանգնեցրել էին խուզարկել, ապա հորդորել, որ իջեցնի շալվարը, երբ չէր ենթարկվել, բաժին էին տարել ու ծեծի ենթարկել։ Այս դեպքով անգամ վարույթ կա հարուցված տուժողի կողմից դիմումի համաձայն, որում պահանջում է ծեծի անմիջական մասնակից Գոր Խարաթյանին պատասխանատվության ենթարկել, ինչ վերաբերում է Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բորխոյանին, որը ենթակային ծեծելու հրահանգ է տվել, նա էլ աչքի չի ընկնում ամբասիր կենսագրությամբ ու հայտնի է Տեխասմոտր կեղծանունով։ Թերթը գրում է վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ ՔԿ շենքի առջև ակցիա են իրականացնում, պահանջում պատժել ջարդարարներին։